Լճակ համայնքի բուժամբուլատորիան շուտով իր դռները կբացի համայնքի այցելուների առաջ եւ Հայաստան համայնքական հիմնադրամի ներկայացուցիչները այսօր այստեղ են, այցելեցին ծրագրային վայր տեսնելու թե ինչ փուլում է այն։ Շատ կարևոր նշանակություն ուներ համայնքի համար նոր ամբուլատորիայի կառուցումը։ Մեր նախկին ամբուլատորիայի շենքը գտնվում էր երկրորդ հարկում, բնակիչներից տարեց մարդիկ, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ դժվարանում էին բարձրանալ, շատ ժամանակ բժիշկները ստիպված իջնում էին, ներքևում էին մարդկանց սպասարկում, ճանապարհում։ Նաև սպասարկելու է 4 բնակավայր։ Շատ լավ կառուցված է եւ ես կգործեմ աստեղի բնակչության համար շատ մեծ դեր կգադարի ժողովուրդը կօգտվի աստեղեն, որը շատ կարևոր է լաբորատորիան։ Անշուշտ համայնքը աստեսակ կառույցներ կարիք ունի եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստան համայնքական հիմնադրամի աջակցությամբ այս կառույցը արդեն տեղ ունեցավ։ Ցույցով եմ, որ նման օրինակ կառույցներ կշարունակենք ինչպես մեր Ավստրալիո հիմնադրամը եւ ինչպես նաեւ Թուրքի հիմնադրամի բոլոր մեր ընկերները այս բոլոր ծրագիրները կրնանք իրականացնել։ Կտեսնանք դարբերությունը շինարարության կամ որ ես շինարարի մեջ եմ եւ կքննադեմ աշխատանքը եւ հուսանք միշտական ասպես կարևոր պրոգրամներ, պրոջեկտներ, հանձնարարներ, որովհետեւ մեր քույրեր ու եղբայրները Հայաստանի մեջ շարունակենք ասան օգնության հասնելու եւ շնորհակալություն կհայտնեմ նույն ժամանակ Հայաստանի գազին, Հայաստան համայնքական հիմնադրամի չանքերում կուզեմ այս մեծի քույրերու մեջ միշտական ասան գործեր կարևոր են, որովհետեւ կտեսնանք որ հերավորությունը միջև ուր է անագնգալ հիվանդ ոզլա մոդիկ պոլիկլինիկ կփնտրել։ Այս շենքը ինքը հենց դիպային բուժամբուլատորիայի շենք է, որը հիմնադրամը որդեգրել է եւ փորձում է հատկապես ամենայն համայնքներում կառուցել։ Այն համայնքներում, որտեղ չի լինում բուժամբուլատորիաներ եւ նորն է կառուցվում կամ օրինակ համայնքներից մեկում ավելանում է, իհարկե դա նաեւ նպաստում է աշխատատեղերի ավելացմանը, նպաստում է համախմբմանը մարդկանց եւ կարեւոր գաղափարի շուրջ եւ նաեւ Այն նորություն է մտցնում համայնքում եւ ավելի այսպես աշխուժացնում է կյանքը համայնքի։ Օր երկրորդ շրջայցը տեղափոխվեց Սևանի երաժշտական դպրոց, որը իր դռները կբացի շատ շուտով։ Որ տեսնում ես այդ վթարային շենքերը, հետո այս հոյակապ կառույցը ուղղակի հուզիչ է շատ։ Ուրեմն Սևանում երկու բան տեսանք, մեկը կլինիկն էր, ու շատ լավ պատրաստված էր, մեկն էլ այս շենքն է, որ հիանալի։ Եվ իսկապես եմ ասում, բոլոր բարերարներին ցանկանում եմ ուժ, կարողություն եւ միշտ շարունակական օգնություն Հայաստանի։ Հայաստանը ամեն տեսակ արդի մեջ ինչ են ասում, շատ առաջադեմ է, շատ։ Մեր տաղանդավոր երեխաները ուղղակի հիանալի են։ Շատ մեծ տպավորություն ցկեց, որովհետև նախ հին շենքը տեսած եմ եւ շատ վատ վիճակի մեջ է, նույնիսկ վտանգավոր երեխաներու համար, երբ որ նոր շենքը կտեսնեմ, նոփզնոր, արդիական, բոլոր պետք եղած միջոցներով, կզմայրիմ, ուրիշ տեսակ չեմ գրդարսալ, մեծ ուրախություն կպատճառե աս իրագործությունը, մանավանդ որ համագործակցությամբ ծրագիր մնե, որ կատարեցինք նաեւ Բրազիլիո եւ Արգենտինայի ֆոնդերի հետ պետք է նշել, որ այս ծրագիրը ֆինանսավորված է Աղթյուր եւ Անտուան Ներսեսյան եղբայրներու ժառանգության շնորհիվ, անի շատ կարեւոր է իրենց շնորհիվ որ կատարված այս ծրագիրը։ Ես հաճախում եմ դաշնամուր արդեն 5 տարի։ Այստեղ կլինեմ 6-րդ դասը։ Ինձ սառը շենքը հին շենքը, տենշը չես ուզում այդ դպրոցում շավարես, ուզում ես նոր դպրոցում սովորել։
ուրախ ընդունեցինք, որ մեր դպրոց ենք ունենալու, հին դպրոցում մեծ դահլիճ չկար, այստեղ եւ բեմա լինելու եւ մեծ դահլիճ, որ նստատեղները ընդեղ ավելի շատ քիչ էին, մարդկանց մեծամասնությունը կանգնած էր, իսկ ստեղ բոլորը կնստեն։ Ես շուրջ 40 տարի աշխատում եմ Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում եւ այս տարիների ընթացքում մեր շենքային պայմանները եղել են անասելի վատ։ Մեզ համար կարծես երազանք է եղել ունենալ այսպիսի դպրոց եւ անկեղծ ասած մի փոքր անհավատալի է այս ամենը։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալությունս հայտնել համահայկական հիմնադրամին եւ բոլոր նրանց ում շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել այս ծրագիրը։ Ես կարծում եմ, որ այն կխթանի եւ աշակերտների հաճախելիությանը ավելի շատ մեծ թվով երեխաներ կհաճախեն եւ դա կնպաստի մեր քաղաքում մատաղ սերնդի երաժշտական դաստիարակության զարգացմանը։